արտազատելով Գարեգին Նժդեհի ուղին։ Այժմ ձեզ կներկայացնենք նախագծային աշխատանք հայ ինքնության փիլիսոփան քարտեզագրելով Գարեգին Նժդեհի ուղին նախագծային աշխատանքը նպատակաուղղված է վերլուծելու և քարտեզագրելու Գարեգին Նժդեհի, Գարեգին Տեր-Հարությունյանի կյանքը և մարտական ուղին, նրա ռազմաքաղաքական և գաղափարական առաջնորդի դերը հայ ինքնության ձևավորման և ամրապնդման համատեքստում։ Այս ուսումնասիրությունը նպատակ ունի խորությամբ բացահայտել Նժդեհի կյանքն ու գործունեությունը, հասկանալ նրա գաղափարախոսական մոտեցումները և մեկնաբանել դրանց ազդեցությունը հայկական ազգային մշակույթի, ինքնության և ազատագրական պայքարի վրա, փաստերով ու պատմական վերլուծությամբ հիմնավորելով նրա ադրքավոր դերը հայ մտքի պատմության մեջ։ Գարեգին Տեր-Հարությունյան, հայի անպարտելի տեսակ։ Նա անգամ չգիտեր, որ հետագայում կդառնա Գարեգին Նժդեհ, ով հայրենիքը և հայրենասիրությունը դարձեց գաղափարական հենք իր հետագա գործունեության համար։ Նա հայ ազգին, որը ապրել է ցեղասպանություն, գաղ, կարողացավ համախմբել մեկ միասնական գաղափարի շուրջ, այն է, ոչ մի հայ պարզապես բնակիչը չէ իր դրարտավայր հայրենիքի։ Յուրաքանչյուր հայ նախ և առաջ զինվոր և մարտիկ, մի զինվորը մի սուրբ պարտականություն ունի իր ժողովրդի ու Աստծու առաջ, կռվել ու հաղթել ոսողին։ Նրա ցեղագրականություն գաղափարը եղավ հայության համար ոչ միայն գոյատևման ուսմունք, այլև հոգևոր վերածննդի ուղի։ Գարեգին Նժդեհը հասկացավ այն, որ ֆիզիկական կորուստներից ու հողային զիջումներից առավել վտանգավոր է հայ ազգի ինքնությանը կորուստը, ազգային ողբու քայքայումը։ Հետևաբար նա իր ողջ գործունեության ընթացքում հետապնդում էր մի ազգային նպատակ՝ մարտնչել հողի համար և մեկ փիլիսոփայական նպատակ ունենալ՝ հայկական ցեղի ոգի, որը կպայքարի իր հայրենիքի համար։ 1902 թվականին ընդունվում է Թիֆլիսի ռուսական գիմնազիա։ Իրավաբանության ուսումը Թիֆլիսի գիմնազիան ավարտելուց հետո 1906 թվականին Նժդեհը մեկնում է Սանկտ Պետերբուրգ իրավաբանություն ուսանելու։ 20-րդ դարի սկզբին Մակեդոնիան, ինչպես և Հայաստանը, գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ Նժդեհը գնաց Մակեդոնիա։ Նժդեհի ջոկատը հայկական վաշտ, հատկապես աչքի ընկել Բալկանյան առաջին պատերազմի կարևորագույն ճակատամարտերից մեկում՝ Անդրիանապոլսի մարտերում։ Ներկայացնում են Բալկանյան առաջին պատերազմի ճակատները։ Փեթրի Փաշան, որը ղեկավարում էր Օսմանյան զորքերի հարավային ճակատը, և պատերազմը, որը տեղի էր ունենում Բալկանյան դաշինքի երկրների՝ Բուլղարիայի, Սերբիայի, Հունաստան և Չեռնոգորիա և Օսմանյան կայսրության միջև։ Նժդեհը կռվել է բուլղարական բանակի կազմում։ Ինչպես Նժդեհը, Անդրանիկը նույնպես մասնակցել է Բալկանյան պատերազմներին։ Ձեզ ներկայացնում ենք Դիրմանի ճակատամարտը։ Դիրմանի ճակատամարտը 1915 թվականին տեղի ունեցավ ռուսական կայսրության և թուրքական զորքերի միջև ապրիլի 17-ին 18-ին Ուրմիա լճի շրջանում Դիրման գյուղաքաղաքի մոտ, Իրան, ներկայումս Սալմաստ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նժդեհ ծագումնաբանությունը ըստ Վարչյա Աջարյանի հայերեն արմատական բառարանի նշվում է Նժդեհ, պանդուխտ, օտարական, վտարան։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հայաստանը հայտնվում էր բարդ և վտանգավոր իրադարձության մեջ։ 1918 թվականի մայիսի 20-ին մշակված Հայաստանի Հանրապետությունը շատ թույլ է, հետընթացական թե ռազմական առումով։ Թեև Հայաստանի ճակատամարտը հիմնականում կազմված է գեներալ Թովմաս Մազարբեկյանի և գնդապետ Բեր Մամիկոնյանի, Գագիկ Հովսեփյանի անունների հետ, Գագիկ Նժդեհը նույնպես այնտեղ խաղաց կարևոր ռազմական և կազմակերպչական դեր։ 1919 թվականի ամռանից սկսած Գարեգին Նժդեհի հիմնական շտաբը գտնվում էր Գորիս քաղաքում։ Այն, որը ծառայել է որպես ռազմավարական բարձուն և դիտորդական երկձայնեզրի պաշտպանական հատվածի համար։ Մուսավախական ադրբեջանի զորքերը հարձակվեցին Տաթև վանքի ուղղությամբ, ահա այդ ուղղությունները։ Կարողացել են հետ շպրտել մինչև Արցախ։ Այսօր Նժդեհի շարունակությունը շարունակում է մնալ հայ երիտասարդության համար ինչպես ուսուցողական, այնպես էլ ոգեշնչման աղբյուր, հիշեցնելով, որ միայն ազգը կարող է ապրել, որը ապրում է մահվան գաղափարով, այսինքն պատրաստ անձնազոհության հանուն իր հայրենիքի գոյության։ Գարեգին Նժդեհը մահացել է 1955 թվականի դեկտեմբերի 21-ին Վլադիմիրի կենտրոնական բանտում։ Այսպիսով մանուկ Գարեգինը Նախիջևանից սկսեց իր կյանքի ուղին, անցավ մարդկային անասելի տառապանքների միջով, փորձեց հայրենիքը, կանգնեց դաժան մարտերի առջև և ստիպված եղավ գործունեություն ծավալելու Սփյուռքի ճանապարհներով։